Իմ սիրելի քույրեր, եղբայրներ, ես ուզում եմ, որ հասկանանք մի շատ կարևոր բան։ Մեր կյանքում գլխավոր հարց կա, որին մենք պիտի պատասխանած լինենք, եւ այդ հարցը մեր կյանքում լուծված լինի։ Եթե երեք չենք լուծել մեր կյանքի գլխավոր հարցը, այսօր, հիմա պիտի լուծենք, որովհետև այդ հարցը լուծելուց հետո է ամեն բան մեր կյանքում իր տեղը ընկնում։ Ամեն։ Դու փրկված ես։ Ամեն։ Եղավ, բոլորը եղավ։ Սա կարող եմ առանց սրա։ Փառք Տիրոջը։ Տեսնում եք, այն ելաների իրավիճակ չկա։ Փառք Տիրոջը։ Ես այսօր ապրում եմ գիտենալով, որ իմ կյանքի գլխավոր հարցը արդեն լուծված է։ Փառք Տիրոջը դրա համար։ Իմ սիրելի քույրեր, եղբայրներ, երբ որ մենք խոսում ենք Աստվածաշնչի մասին, Աստծո մասին, մենք պիտի հասկանանք շատ կարևոր մի բան, թե ում մասին ենք խոսում։ Մենք խոսում ենք Աստծո մասին։ Աստված ամենակարող է, երգում էին, ամենակարող է։ Մենք էլ ենք միանում։ Այո, սա նշանակում է, որ Աստված բոլոր իշխանության բոլոր 4 թևերի ղեկավարն է։ Օրենսդիր իշխանության, գործադիր իշխանության, դատական իշխանության, հետո մնացած բոլոր իշխանություններին։ Այստեղ ասում են լրագրությանը, ինֆորմացիային, ասում են 4-րդ իշխանություն։ 4-րդին էլ, 5-րդին էլ, 500-րդի ղեկավարն Աստված է։ Աստված պարլամենտ չունի։ Աստված խորհրդարան չունի, որովհետև Աստված խորհրդատուի կարիք չունի։ Աստված քո խորհրդի կարիքը չունի։ Աստծուն բան մի հուշի։ Աստծուն կյանքդ մի պատմի։ Երբեմն մենք որոշ երգեր երգում ենք, որ քիչ ամնում ասենք, գիտես մենք կան լավ ենք, գիտես քեզ չկան շատ եմ սիրում։ Մի արեք այդ բանը։ Տվեք իրան փառք ամեն բանի համար։ Դու մեծ ես եւ վերջ։ Անսահմանա քո սերը եւ վերջ։ Անսահմանա այնքան, որ ինձ էլ կարողացար փրկեիր։ Ես որ այսպես խոսում եմ, կարող է հանկարծ մեկը մտածի, Ռուբիկ եղբայր, իսկապես դու այդքան վատն ես եղել։ Անկեղծ որ ասեմ, մենք նույն խմորից ենք ունցված։ Դու ինձանից լավը չես եղել։ Ես էլ քեզանից։ Որովհետև թե ես եմ եղել մեռած, թե դու ես եղել մեռած։ Լավ մեռած ու վատ մեռած չի լինում։ Երբեմն լավ ու վատ թաղում են կազմակերպում, բայց էությունը չի փոխվում։ Մեռածը մեռած է։ Ամեն։ Երբ որ մեռած էիք ձեր մեղքերի ու հանցանքների մեջ, ինքը ձեզ կենդանացրեց։ Շնորհքով եք փրկված։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Ուրեմն Աստված նա է, որ ամեն բան գիտի։ Դեռ օրացույց եւ ժամացույց չեղած Աստված ամեն բան գիտեր։ Ամեն։ Աստված օրացույց եւ ժամացույց ստեղծելուց հետո ժամանակի մասին չխոսեց։ Աստված ժամանակը ստեղծեց ու դրեց իր իշխանության տակ։ Մենք այդ Աստծո հետ գործ ունենք։ Եվ հիմա ուզում եմ ձեզ ասել, որ Աստվածաշունչը հույսի գիրք է։ Աստվածաշունչը հույսով է վերջանում։ Աստվածաշունչը դատաստանով չի վերջանում, այլ հարցանիքով ու խնջույքով է վերջանում։ Կարդացեք Հայտնության գրքի 22-րդ գլուխը։ Ամեն։ Այս բաները վկայողն ասում է, ահա շուտով գալիս եմ։ Եվ նրանք, ովքեր հավատում են ու սպասում, ասում են, այո, ամեն, եկ, Տեր Հիսուս, ալելույա։ Ուրեմն, ինչի մասին է առակը։ Ուշադիր լսեք, իմ սիրելի քույրեր եղբայրներ, որովհետև մենք երբեմն շատ կարևոր բաներ ուղղակի բաց ենք թողում։ Եկեք բաց չթողենք ոչ մի բան։ 10 կույսերի առակը Փեսային սպասող 10 կույսերի մասին է, որոնցից 5-ը
Ներս են մտնում հարսանիք, խնջույքի, 5 ոչ։ Այս առակը ուշանալու մասին չէ։ Եվ Փեսան չի ասում, ուշացել եք արդեն։ Փեսան ավելի խիստ բան է ասում։ Ես ձեզ չեմ ճանաչում։ Ուզում եմ քեզ հարցնեմ, ճանաչում է Աստված քեզ։ Որտեղից գիտես։ Այո, ամեն, դավանեք։ Բայց եթե չգիտեք, ջանք արեք, որ Աստված ձեզ ճանաչի։ Մարդիկ կային, որ heç սատանան էլ նրանց չէր ճանաչում։ Սկևա քահանայի 7 որդիներին դուք հիշում եք։ Տեսան, ընդօրինակեցին, գնացին ուզեցին դևեր քշեին։ Դևը 7 եղբայրներին էլ հաղթահարեց եւ ասեցին Հիսուսը, Պողոսը, Հիսուսին ճանաչում եմ, Պողոսին էլ գիտեմ, բայց քեզ տեղը չեմ բերում։ Եթե սատանան քեզ տեղը չի բերում, Աստված հաստատ քեզ տեղը չի բերի։ Ես մոռացված չեմ։ Տերն ինձ ճանաչում է անունով։ Ամեն, որովհետև ինձ փրկել է, ինձ անունով կանչել է։ Ես ծնվելուց առաջ Աստված ճանաչում էր ինձ։ Ամեն։ Փառք Տիրոջը, ձեզ չեմ ճանաչում։ Բայց ամբողջ գիշեր նրանք սպասել էին, պատրաստվել էին, ինչպես կարող էր Փեսան նրանց ասել, որ չի ճանաչում։ Ինչի մասին է այս առակը ընդհանրապես։ Ուզում ենք հասկանանք։ Խնդրեմ, հետևեք։ Հիշենք, որ այս մասին Հիսուս խոսեց ոչ թե ամբողի հետ, այլ առանցին աշակերտների հետ, երբ պատասխանում էր նրանց հարցին, թե երբ է լինելու իր վերադարձը։ Նստած էր ոչ թե Ռուբիկը դու եւ մենք այսպիսի մի հարմարավետ կամ չգիտեմ ինչ որտեղ, այլ լեռան վրա նստած էին աշակերտները, միայն աշակերտները եւ Հիսուս իր մատնությունից 3 օր առաջ աշակերտներին այս առակն ասեց։ Առակը ինձ եւ քեզ է վերաբերվում եւ ոչ թե դրսի մարդկանց։ Նրանց կվերաբերվի, երբ որ նրանք էլ մեր կողքը նստեն։ Ամեն, հասկանում եք ինչ եմ ասում։ Առակը վերաբերվում է քեզ։ Առակը զգուշացում է քեզ։ Առակը արթուն մնալու եւ սպասելու մասին է։ Ամեն։ Մատթեոս 24-րդ գլխում, երբ որ գլուխների է բաժանված, դա չի նշանակում, որ առանցին օրերը, առանցին տարիներ են եղել։ Դա նույն խոսակցությունն է։ Երբ որ մտան տաճարը տեսան աշակերտները հարցրեցին, ես ինչ տեսնում ես, ինչպիսի զարդեր են, ինչպիսի նաշղեր են, ինչպիսի քանդակներ են, ինչպիսի հոյակապ, խոյակներ են։ Հիսուսն ասում եմ ձեզ ճշմարիտ, որ քարը քարի վրա չի մնա, բոլորը պիտի քանդվի։ Հետո Հիսուս շատ էր ասել, որ ես պիտի գնամ, արդեն պատրաստում էր աշակերտներին, բայց ես որբ չեմ թողի եւ այլը։ Եվ հիմա երբ նա ձիթենած սարի վրա նստած էր, աշակերտներն առանցին, ոչ թե բոլորի հետ, առանցին նրա մոտ եկան եւ ասացին. ասա մեզ այս ամենը երբ կլինի եւ որն է քո գալստյան եւ աշխարհի վերջին նշանը։ Եվ Հիսուսն սկսեց խոսել։ Եվ սրանից հետո, ասելով թե ինչպիսի նշաններ պիտի լինի, 3 կարևորագույն առակներ ասաց։ Այս առակը հենց աշակերտներին էր ուղված, այսինքն ներսի մարդկանց, այսինքն Ռուբիկին եւ քեզ, ոչ թե դրսի չփրկված մարդկանց, այն ուղված էր նրանց, ովքեր իրենց համարում էին փրկվածներ։ Սկզբում ասացի, որ Աստվածաշնչի որևէ պատմություն ես բաց թողեցի, ուղղակի որոշ բաներ բաց եմ թողնում, որպեսզի հասցնեմ ասելիքս ասեմ, հասկանալու համար պետք է հասկանանք պատմության ենթատեքստը, ժամանակը, մշակույթը, սովորություններն ու ավանդույթները, որ հասկանանք։ Բայց Հիսուսին այդ պահին լսող աշակերտները բոլորը հասկանում էին։ Ապրում էին այդ ժամանակ, գիտեին հրեական բոլոր օրենքները, այդ ովքեր էին 10 կույսերը, ով էր Փեսան եւ ինչպիսի ավանդույթներ կան։ Հիսուս 3 օր հետո պիտի ձերբակալվեր, բայց աշակերտներին տված հարցից ընդամենը մի քանի րոպե անց
Հիսուս պատմեց 3 առակ։ 24-րդ գլխի 41-44-51 համարներում հավատարիմ եւ իմաստուն ծառայի եւ անհավատարիմ ծառայի առակը պատմեց։ Ծառա, ոչ թե ծառա։ Ովքեր են ծառաները։ Ես, մենք։ Այնուհետև պատմեց հենց այս առակը, որի մասին պիտի խոսենք, եւ դրանից հետո եւս մեկ առակ։ Տաղանդների առակը։ Մեկին 5 տաղանդ տվեց, մեկին 2 եւ մեկին 1։ Դու տաղանդ ունես, Աստված քեզ շնորհ տվել է, Աստված քեզ ինչ որ բան տվել է, թե դու անշնորհք ես։ Ես անշնորհք չեմ։ Չընդունեք, դուք անշնորհք չեք։ Դուք անտաղանդ չեք։ Ուրիշ է հարցը, որ կարողա չես օգտագործում, բայց Աստված քեզ տաղանդ տվել է։ Անտաղանդ չընդունես քեզ այդպիսի։ Բայց եսի ոնց ծառայեմ, ինչ անեմ։ Աստված քեզ տվել է ամեն մեկին, Աստված հավատքի չափ է բաժանել։ Ամեն մեկին ինչ որ բան տվել է եւ ես հավատում եմ դրան։ Հիսուսն այս առակը սովորեցնում էր իր աշակերտներին, որոնք հրյաներ էին եւ շատ լավ գիտեին հրեական հարսանիքի ավանդույթները։ Դրանք հարսանիքի մաս էին կազմում։ Հիսուս մի ուրիշ տեղ Ղուկասի ավետարանի 12-րդ գլխի 26 խոսքում ասում էր հետևյալը. թող ձեր մեջքը գոտեպնդված եւ ձեր ճրակները վառած լինեն նման այն մարդկանց, որ սպասում են իրենց տիրոջը, թե երբ կվերադառնա։ Հալելույա։ Դու նման ես այդ ծառային։ Դրանից առաջ մի ուրիշ տեղ ասում էր, թող ձեր սրտերը չծանրանան ուտելով, խմելով, գինարփուկներով, այլելի ձեր գոտին, ձեր մեջքը կապած, ձեր լապտերը, ձեր ձեռքը բռնած սպասեք, թե ձեր Տերը երբ կգա։ Ժողովուրդ, անկեղծ պիտի ասեմ, սա իմ մաս, քանի որ իմ մասին է այս առակը, ես համարձակ խոսում եմ։ Մենք շատ լուրջ չենք վերաբերում ոչ Տիրոջ երկրորդ գալստյանը, ոչ էլ նրան սպասում ենք այդքան լուրջ։ Ամեն։ Բայց ժամանակն է փոխելու մեր վերաբերմունքը։ Ժամանակն է։ Ուրեմն 10 գույսերը հույր չէին, այլ հարսանյական արարողության մասնակիցներ, եկեղեցու անդամներ, ջրով մկրտվածներ, քարոզիչներ, հովիվներ, միգուցե եպիսկոպոսներ ու այսպես կոչված առաքյալներ։ Բոլորի մասին, ովքեր ծառա են, ովքեր հարսանիքին հրավիրվածները, երանի նրանց, ովքեր հրավիրված են գառի հարսանիքին, բայց առավել եւս երանի նրանց, ովքեր կմասնակցեն գառի հարսանիքին։ Ես ամեն ջանք անելու եմ, որպեսզի լինեմ այդ հարսանիքի մեջ։ Իմ կյանքի նպատակը սա է։ Նրանք վառված լապտերներով պիտի սպասեին Փեսային, իսկ Փեսայի գալու ստույգ ժամը ոչ ոք չգիտեր, դա հարսանիքի անակնկալներից էր։ Այդ ժամանակվա լապտերները յուղի լապտերներ էին եւ վառվում էին մոտավորապես 1 ժամ։ Որոշակի քանակություն, որ տեղավորվում էր այդ օրերի լապտերների մեջ, հերիքում էր, որ 1 ժամ լապտերը վառվեր։ Դրանից հետո, եթե ուզում էիր, որ շատ երկար աշխատի, հետը պիտի ունենայիր յուղ, որպեսզի նրանք նորից ու նորից լցնեին ու շարունակեր լապտերը վառվեր։ Դա պարտավոր էին իմանալ եւ գիտեին բոլոր հարսանիքի այս արարողության մասնակցող աղջիկները։ Դու գիտես, որ մենք արդյոք պիտի Տիրոջը սպասենք։ Ամեն, գիտես։ Այսինքն նորություն չկա, չէ՞։ Այդպես էլ այդ աղջիկները գիտեին, որ իրենք բավականաչափ պիտի յուղ ունենան պահեստային ամանով վերցրած, որովհետև քիչ հետո կասեմ Փեսայի ուշանալն էլ անակնկալ չէր, դա հարսանիքի մաս էր, այդ հարսանիքի արարողության ծիսակատարության մաս էր։ Հիմա ինչ-որ մեկը կասի հրյաների հարսանիք ինձ հետարքրում, հա, շատ պիտի հետարքրի, որովհետև Հիսուսն համեմատություն էր անում։ Մանանեխի հատը քեզ հետարքրում, հա, բայց Հիսուսն ասում էր, երկնքի արքայությունը նման է մանանեխի հատի, որ սերմերից ամենափոքրն է, բայց երբ գցում են հողի մեջ,
ծլում է եւ ծառա դառնում, որի վրա կհանգչում են։ Մանանեխն ի՞նչ է, ես չգիտեմ։ Հա, գիտես, առնում ես, օգտագործում ես։ Բայց չգիտես, այդ ինչ սերմ է։ Երբևէ չես ցանել։ Ո՞վ է մանանեխ ցանը երբևէ։ Ես գիտեմ ոնց են ցանում, ես չեմ ցանել, բայց տեսել եմ ոնց են ցանում։ Սովորական, շատ սովորական կանաչի է։ Լավ։ Փառք Տիրոջը։ Եվ Փեսան ուշացավ։ Դա էլ էր ավանդույթ, որ Փեսայի կարևորությունը երևար։ Փեսան ուշացնում էր իր գալուստը, որ ոչ մեկը չիմանա, թե երբ էր գալիս, որպեսզի Փեսան երբ որ գար, տեսներ, որ իրեն իսկապես դիմավորում են, թե չէ։ Հիսուս օրը ժամը չասեց, որ մենք իմանանք, թե երբ է գալի։ Գրված է, որ ոչ ոք ժամը եւ օրը չգիտի։ Մենք լավ տեղ ենք հասնել, հիմա դեռ նախապատրաստական բան եմ ասում, մինչև հասնենք այնտեղ, որ ամենակարևորն է։ Սրանք պատմական մասեր են, բայց ամեն մի առակ իր հիմնական առանցքն ունի, իր բովանդակությունն ունի, իր իմաստը ունի, իր բարոյականությունն ունի, իր ռուսները մառալ են ասում։ Հիմա կհասնենք դրան էլ։ Եվ բոլորը հոգնեցին եւ քնեցին, Փեսան ուշացավ։ Կես գիշերին աղաղակ լսվեց, Փեսան գալիս է, եւ դուրս եկան դիմավորելու։ Բոլորն արթնացան եւ սկսեցին կարգի բերել իրենց լապտերները։ Այստեղ ի հայտ եկավ նրանց առաջին տարբերությունը։ Առաջի տարբերությունը։ Մի մասը յուղ ուներ, մի մասը յուղ չուներ, սկսվեց։ Ամեն ինչ սկսվում է ստեղից։ Կասենք, թե ինչ է յուղը եւ այլը։ 5 կույսերի յուղը վերջացել էր։ Դիմեցին մյուս 5-ին, որպեսզի իրենց յուղից տան։ Սակայն նրանք մերժեցին ասելով. հազիվ մեզ հերիքի, գնացեք, գնեք։ Մենք շնորհքով ենք փրկված, այդ ինչ գնելու մասին ես խոսում։ Աստվածաշունչով բազար չի։ Աստվածապաշտությունը, շատերը մտածում են, թե աստվածապաշտությունը շահավաճառություն է, եւ չի հերքում ասում, որ ոչ, ասում այո, աստվածապաշտությունը շահավաճառություն է։ Ոչինչ չենք բերել այս աշխարհ, ոչինչ չենք տանելու աշխարհից։ Ամեն։ Գնացեք, գնեցեք։ Նրանք գնացին գնելու, բայց մինչև նրանց գալը Փեսան եկավ։ Ահա։ Բաներ կան, որ պիտի գնենք։ Բաներ կա ունենալու համար գին պիտի վճարենք։ Ռուբիկ եղբայր, տենց էլ գիտենք, որ դու տենց էլ շնորհքից բան չհասկացար։ Վերջապես պիտի հասկանանք, որ այն բառերը, որ գրված են ավետարանի մեջ, Հիսուսն ասավ երկինք եւ երկիր կանցնի, բայց իմ խոսքերից ոչ մեկ կետ եւ նշանագիր չի անցնի, մինչեւ բոլորը կատարվի։ Դու դեն ես գցում, կարևոր չես համարում, բայց ես սկզբից ասեցի, Աստված քո կարծիքը չի հարցնում։ Քեզ չի ասում, հավանում ես, թե չես հավանում։ Այս օրենքի նախագիծ են բերել պարլամենտ, մի հատ քննարկեք։ Ահա, իմ ֆրակցիան, իմ հայրեն ասեք, խմբակցությունը համաձայն չի։ Մենք ձեռնպահ ենք։ Ինչ։ Դու ընդհանրապես ինչ գործ ունես այստեղ։ Ո՞վ է քեզ հարցնում։ Հայտնության 3:17-18-ում կարդում ենք, որովհետև ասում ես, թե ես հարուստ եմ, հարստացա եւ ոչ մի բանի կարոտ չեմ, բայց չգիտես, որ դու թշվառ ես, ողորմելի, աղքատ, կույր, մերկ, խորհուրդ եմ տալիս քեզ, որ ինչ անես, որ ինձանից գնես, ասա գնես, ստուգեք ձեր աստվածաշնչերը, եթե ընդհանրապես ունեք, ձեր ավետարանները, եթե ընդհանրապես ունեք եւ կարդում եք։ Գնացեք տուն ստուգեք, իսկապես գրածա գնեք։
Հիսուս բա շնորհքը ուր մնաց։ Ինձանից գնի։ Սովորական բան չի ասում, կրակում փորձված ոսկի, որ հարստանաս, սպիտակ հանդերձներ, որ հագնես, եւ քո մերկության ամոթը չերևա, եւ դեղ դնես աչքերիդ, որ տեսնես։ Ինչպես մարդը կարող է լինի աղքատ, թշվառ, ողորմելի, կույր, մերկ եւ չիմանա։ Հենց այդպես։ Լսելով պիտի լսեն ու պիտի չլսեն, տեսնելով պիտի տեսնեն, նայելով պիտի նայեն ու չտեսնեն, որովհետև ծանրացավ նրանց սրտերը։ Այսօր այդ ծանրացած օրերն են, բայց փառք Տիրոջը Տերը մեզ հետ է։ Իմ Աստվածը հույս է տալիս ինձ։ Ես այսօր քեզ հույսի մասին եմ քարոզում, ոչ թե անհուսության։ Ես քեզ անորոշության չեմ առաջնորդում, ասում եմ, որ այսօր դու կարող ես լսել պատգամը եւ պատրաստվես։ Եթե երեք չես արել, այսօր արա։ Ուրեմն ում լապտերները վառած էին Փեսայի հետ, մտան հարսանիք, դուռը փակվեց եւ երկրորդ հնարավորություն այլևս չկար։ Եթե այսօր դու երկրորդն էլ ունես, երրորդն էլ, 100-երորդն էլ, բայց այդ օրը այլևս հնարավորություն չի լինի, պատրաստվենք մենք, արթուն պատրաստվենք այդ օրվան, դա իրականը, սրանք ամենակարող Աստծո խոսքերն են, որ խոսեց եւ ստեղծվեց ամեն բան ստեղծվեց նրա խոսքով, այդպես է գրված, այս երևացողները չերևացողներից առաջացան։ Ինչպես Նոյի տապանի դեպքում էր, երկրորդ հնարավորություն չկա, բաց մեզ, չկա այդպիսի բան։ Հետո մյուս 5-ը եկան եւ դուռը թակեցին, Տեր, բաց արա, պատասխանը ներսից շփոթեցնող էր։ Ոչ թե ուշացել եք, այլ ձեզ չեմ ճանաչում։ Այս մենք չենք հասկանում։ Ոնց։ Ես ձեզ չեմ ճանաչում։ Բոլոր 10-ն էլ սպասում էին, 10-ն էլ հարսանիքի մասնակից էին, նրանք հատուկ կարգավիճակ ունեին, նրանք դրսի մարդկանցից չէին, այլ ներսի, որոնք մնացել էին դրսում։ Հիսուսն այսն առակն ասում էր, ոչ թե անհավատ մարդկանց, այլ իր աշակերտներին։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Ղուկաս 13:32-ում կարդում ենք. Մեկը նրան հարցրեց. Տեր, միթե քիչ են փրկվողները։ Նա էլ նրանց ասեց. Ջանք արեք, որ նեղ դռնով ներս մտնեք։ Այսօր ջանք անելու օրը, որպեսզի ճուշանանք։ Այսօր յուղ հավաքելու օրը, որպեսզի ունենանք։ Ջանք արեք, որ նեղ դռնով ներս մտնեք, որովհետև ասում եմ ձեզ շատերը կուզենան ներս մտնեն եւ չեն կարողանա։ Այն բանից հետո, երբ տանտերը ելնի եւ դուռը կփակի, եւ դրսում կանգնածները կասեն, կսկսեն դուռը թակել եւ ասել. Տեր, բաց արա, նա էլ կասի, չգիտեմ թե դուք որտեղից եք, այն ժամանակ կսկսեն ասել. մենք քո առաջ կերանք եւ խմեցինք, եւ դու մեր հրապարակներում սովորեցրեցիր, եւ կասի, ասում եմ ձեզ, ես ձեզ չեմ ճանաչում, թե որտեղից եք, հեռացեք ինձանից բոլոր անիրավություն գործողները, այնտեղ կլինի լաց եւ ատամների կրճտոց, երբ տեսնեք Աբրահամին, Իսահակին, Հակոբին եւ բոլոր մարգարեներին Աստծո թագավորության մեջ, իսկ ձեզ դրսում մնացած, եւ կգան արևելքից, արևմուտքից, հյուսիսից, հարավից ու կնստեն Աստծո թագավորության մեջ եւ ահա վերջիններ կան, որ առաջիններ կլինեն եւ առաջիններ, որ վերջիններ կլինեն։ Ես եթե հիմա վերջինն եմ, ուզում եմ առաջին լինեմ։ Եվ սա մեծամտություն չի, սա ամբիցիա չի։ Սա աստվածային պատվեր է։ Արթուն մնացեք։ Ձգտեք առաջինը լինել։ Ինչ էր այդ յուղը, որ հենց դրա բացակայության պատճառով լսվեց, ես ձեզ չեմ ճանաչում։ Ինչու չէր կարելի, որ այդ յուղից տային իմաստունները,
այն մյուսներին։ Իմաստունները ժլատ չէին, պարզապես չի կարելի որոշակի բաներ փոխանցել ուրիշի։ Անհնար է։ Մատթեոս 7:21-25-ում գրված է. ոչ թե ամեն ոք ինձ որ Տեր է ասում կմտնի երկնքի թագավորությունը, այլ նա որ կատարում է իմ կամքը, իմ հոր կամքը, որ երկնքում է։ Շատերը այն օրը ինձ կասեն. Տեր, Տեր, չէ որ քո անունով մարգարեացանք, քո անունով դևեր հանեցինք, քո անունով շատ զորություններ գործեցինք։ Այն ժամանակ ես նրանց կասեմ. երբեք ձեզ չեմ ճանաչել, ինձանից հեռու գնացեք, ով անօրնություն գործողներ։ Ուրեմն ով իմ այս խոսքերը լսում է եւ կատարում, նման է իմաստուն մարդու, որ իր տունը շինեց ժայռի վրա, եւ անձրևներ էլ եկավ, գետեր էլ բարարեցին, քամիներ էլ փչեցին, ու այն տանը զարկեցին, սակայն նա չկործանվեց։ Ամեն։ Այսօր հիմքը խորացնելու օր է, այսօր պատրաստվելու օր է, այսօր դու դեռ ժամանակ ունես, ստուգի որ մեռած չես։ Ես եթե կարողանում եմ ձեռքերս շարժել, ուրեմն մեռած չեմ։ Ես դեռ խոսում եմ, ուրեմն մեռած չեմ։ Դու դեռ լսում ես։ Եթե հանկարծ մեկը կա որ չի լսում, չի ուզում լսի, ինչ տարբերություն։ Մեռած ես թե չես ուզում լսես։ Ասեք, տարբերություն կա։ Ես պիտի լսեմ։ Ամեն, ամեն, ամեն ու ամեն։ Փառք Տիրոջը։ Հնարավոր չէ։ Հիմա յուղ հասանք այդ բովանդակությանը, հասանք իմաստին, հասանք յուղին։ Իմ սիրելի քույրեր, եղբայրներ, հիմա շատ ուշադիր լսեք։ Եթե մինչև հիմա կարող եք ինչ-որ բաներ բաց թողել, հասել ենք առակի իմաստին, բաց թողեք սա։ Հնարավոր չէ, որ քո Աստծո հետ ունեցած հարաբերությունը կիսես ուրիշի հետ։ Դու լսում ես։ Հնարավոր չէ։ Հնարավոր չէ, ժողովուրդ։ Հնարավոր չէ փոխանցել որոշ բաներ ուրիշներին։ Կարող ես ասել, կարող ես խորհուրդ տալ, գնա եւ ձեռք բեր։ Այդ հարաբերությունը, այդ մտերմությունը, այդ հաղորդակցությունը քո Տեր Աստծո հետ։ Գնա աղոթի, գնա նվիրվի, այնինչ որ մենք հաճախ ասում ենք, բայց իմ նվիրվածությունը, իմ հաղորդակցությունը, Աստծուն իմ ճանաչելը, անհնար է, որ ես կարողանամ ձեզ փոխանցել։ Ես կարող եմ քեզ սովորացնել, ճանապարհ ցույց տալ, բայց փոխանցել այն ճանապարհը, որ ես անցել եմ, անցնում եմ ու պիտի անցնեմ, չեմ կարող փոխանցել։ Դրա համար եմ ասում, այդ 5 կույսերը ժլատ չէին։ Դուք չգիտեք, որ սա անպայման դուք պիտի առնեք։ Հիշում եք մանանայի այդ օրինակը։ Ամեն մեկը առավոտ շուտ ինքներդ ձեր համար հավաքեք։ Ամեն մեկը առավոտ շուտ ձեր համար հավաքեք։ Թագավորի օրենքն է սա։ Տեր ինչ կլինի, որ իմ ընկերուհին, իմ տղան, ես ձեր մարդ եմ, տղես թող էտա հավաքի բերի, էլի, բայ ոնց եմ, խի եմ իրան պահե մեծացրել։ Հա, ոչ։ Քանի դեռ դու շնչում ես, 101 տարեկան ես, թե 79 տարեկան, էական չի։ Այդ հաղորդակցությունը, մտերիմ հարաբերությունը։ Ես շատ երիտասարդ չեմ, բայց երբ որ ես տեսնում եմ, որ 1 տարեկան թորնիկս, թորնուհիս փաթաթվում է վզից, ես հասկանում եմ, ինքը սիրում է ինձ, ինքը իմ կարիքն ունի։ Ինձ պետք չի, որ նախ ինքը չի կարող խոսել, որովհետև չի խոսում, և պետք էլ չի, որ մեկը ինձ բացատրի, գիտես ինչու է փաթաթվել վզիդ, որովհետև քեզ սիրում է։ Իա, ճիշտ։ Կներեք։
Այդ հարաբերությունը ոչ մեկը քեզ համար չի կարող ապահովել, ոչ այս հովիվը, եթե անխելք լինի ասի կամ չգիտեմ որևէ մեկը։ Գնա, գնի։ Գնա, ծախուար։ Գնա։ Այդ յուղը ես քեզ չեմ կարող փոխանցել։ Ես քեզ կարող եմ սովորեցնել։ Ձեռք բեր։ Ամեն։ Այստեղ եք։ Ես ասում եմ առակի ամենակարևոր բանն եմ ես հիմա ասում քեզ։ Ամենակարևոր, թե չէ պատմությունները, գիտեք, գնաց, ուշացավ, եկավ, մտավ եւ այլը, իմաստը որն է։ Մենք հաճախ բովանդակությանը չենք անդրադառնում եւ ուշադրություն չենք դարձնում այդ ձևին, արտաքին կողմին։ Գնա եւ ձեռք բեր, գնա եւ բարեկամացիր։ Ես կարող եմ ասել, գնա եւ մտերմացիր Աստծո հետ։ Բայց չես կարող, չեմ կարող, իմ մտերմությունից ուրիշին տալ, չեմ կարող, գնա մտերմացի, են նույն բանն է գալիս, են Հիսուսի մասին, են Պողոսի մասին, ով ես դու ով ես, Աստված քեզ ճանաչում է, հետը պիտի հարաբերություն ունենաս, պիտի հանդիպում ունենաս, պետք է աղոթք ունենաս, իր խոսքի հետ հաղորդակցություն ունենաս, ժողովուրդ գնացեք, ես չեմ ասի թե որտեղ ինչպես, բայց 2 օր առաջ էր, միտեղ տեսա Աստվածաշունչ և ավետարան, սիրուն Աստվածաշունչ էր և սիրուն ավետարան, և շատ պատվավոր միտեղ էր դրած, բայց գիտես նաև ինչ տեսա, վրան փոշի էր, ինչ տեղի ունեցավ իմ մեջ, այդ գիտեմ ես և գիտի Աստված, տակնու վրա եղավ ներսս, այս սիրուն Աստվածաշունչը, ինչու պիտի փոշոտվի, որի մեջ կյանքի խոսք կա, որը յուղի, աղբյուրը, ինչու պիտի փոշի նստի սրա վրա, ինչու չես կարդում, ինչու հարաբերությունը չես խորացնում, ինչու յուղդ կաթիլ չես հավաքում, ոչ մեկ այդ յուղից քեզ չի տա, չի կարող, ժողովուրդ ձեր կյանքի, ապագայի ու ճակատագրի համար պատասխանատու եք դուք ինքներդ, ամենակարևոր հարցերի մասին այնքան անփույթ ենք վերաբերվում, ես անգամներ ասել եմ, ուր որ գնում եք զգուշ մնացեք, որ ձեզ չխաբեն, որովհետև հիմա խաբելու դարը, ամեն մեկը իր կեղծ ապրանքն է, անորակ ապրանքը, անորակ միտքը, անորակ խորհուրդն է քեզ առաջարկում, ինչ որ բան ուզում ավելի քեզանից ստանա, քան որ պետք է քեզանից ստանա, բայց երբ որ դու ինքդ քեզ կեղեքում ես, սա ողբերգություն է, ժողովուրդ, ես հեսա կգնամ մեր հովիվն ես մի հատ քարոզ կտա, մեկին էլ հետս բերում արի լսի հիլը, իրա սովորացրա գնա ծախողների մոտ և գնի, գնա մտի ներքին սենյակըտ, ես չգիտեմ ասեմ թե չասեմ, բայց քանի որ իմ վրա ազդում է, պտի ասեմ, առավոտները ես ժամը 5-ին արդեն քայլում եմ և այլը, տենց է դասավորվել, իմ կյանքն էլ տենց է, երբեմն աղջիկս զանգում ասում է, պապա փողոցում ես, էլի ասում եմ, դարձել եմ փողոցային, դե ժամերը համընկնում Ամերիկայի իրանց բնակության վայրի հետ, ժամը արդեն 6-ի մոտ, 3 հոգի, երբեմն 2 հոգի, 2 կին են մի տղամարդ, դուրս են գալիս ինչ-որ տեղից և այդ որոշակի հատված կա, ես նայել եմ իրանք, բացի այդ հատվածից ուրիշ ոչ մի տեղ, սենց արած աղոտ կանելով գալիս են, անկեղծ ասեմ, իրանց հանդիպելուց ես ճանապարհս ծռում եմ, այնքան անբնական է, աղոտքը ինտիմ հարաբերությունը Աստծո հետ, լսեք, շատ սուրբ բաներ կա,
որ ծածուկ տեղն է տեղի ունենում, բայց երբ որ դա ցուցադրում են, դառնում ամենապիղծ բանը։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Աղոթքը հարաբերությունը Աստծո հետ։ Ինչու էր Հիսուսն ասում՝ մտի ներքին սենյակը, դուռդ հետևից փակի։ Լսեք, շատ ճանապարհս չանցնեմ, բայց ովքեր հասկանում են, դուք դուռը բաց չեք թողում, փակում եք անպայման։ Վստահ եմ։ Հասկանում եք ինչի մասին եմ խոսում։ Չի կարելի։ Չի կարելի։ Ամոթ է։ Ոնց կարող է սուրբ բանը ամոթ լինի։ Հենց այդպես։ Սուրբը քեզ համար, բայց ոչ ուրիշների համար։ Երբ որ քո սուրբ բանը դարձնում ես մասսաների ցուցադրության, բան համը կորում է, հարամվում է։ Հասկանում եք։ Մտի Տիրոջը հետ։ Լավ, հասկանում եմ, միգուցե դրա մեջ բան կա, որ մեկը կհետարքրվի, կասի, այս ինչա հավատացյալ եք եւ ինքը կվկայի։ Միգուցե ձև է, ես չեմ հասկանում, չեմ քննադատում։ Ես իմ վերաբերմունքն եմ ասում։ Ուղղակի պահը եկավ, ասեցի։ Իրանք չգիտեն, որ ես միգուցե ամեն դեպքում ռեակցիա չեն տալիս, որ հանկարծ մեկ-մեկ պատահում է, արդեն ստիպված եմ դնում, չեմ կարող ճանապարհս ծրել, դեմ արդեմ անցնում ենք, իրանք չգիտեն, որ ես էլ եմ աղոթում։ Ես աղոթում եմ։ Բայց ժամանակը ոնց ես անցկացնեմ։ Աղոթում եմ։ Անկամ 1-2 փորձեցի, որ ինչ-որ բան լսեմ, ասեցի, չէ, ավելի լավ է ես վերջ հաղորդակցվեմ Աստծո հետ։ Ուզում եք լսեք, թե չէ։ Ավետարանը սա է։ Լսեք, արեք թող ոտքի ցավը անցնի, շատ բարի, Աստված ոտքի ցավել անցկացնում։ Բայց որ Աստված քեզ 6000 տարվա մեռելիդ հարություն ա տվել գերեզմանից, այդ ոչինչ է։ Այդ ոչինչ։ Դրա համար արեք գոհանանք Աստծուց, որովհետև ականջից ցավն անցավ, գոհացի ամեն բանի համար, առանց ականջից ցավն անցնելու էլ գոհացի, որովհետև Սուրբ Գիրքն ասում է ամեն ժամանակ ամեն բանի համար գոհացեք Աստծուց։ Հարցը էս չի, որ այո, ամեն առիթ պետք է ականջից ցավ անցնելու համար էլ, բայց եկեք ուրախանանք, որովհետև իմ որդին կորած էր, գտնվեց, մեռած էր, հարություն առավ։ Կարելի է փոխանցել գիտություն, կարելի է ցույց տալ ճանապարհ, կարելի է սովորեցնել, բայց Աստծո հետ հարաբերությունը, Աստծո հետ մտերմությունը շինվում է օրեցօր, տարեցտարի, առանց վկայի, լռության մեջ, մենության մեջ, երբ որ դու եւ քո Տերը առանցին եք։ Այնպես ինչպես կնոջ եւ տղամարդու մեկությունը, հարազատությունը, սերը, վերաբերմունքը, նվիրվածությունը, հավատարմությունը օրեցօր է հաստատվում։ Մի քիչ հավատարմություն տուր։ Իսկապես 100 հատ փորձության կողքով անցի եւ դիմացի հավատարմություն կունենաս։ 100 շատ շահավետ եւ մեղսալի առաջարկ մերժի, հետո հավատարմություն կունենաս։ Հասկանում եք ինչ ենք խոսում։ Ամեն, ամեն ու ամեն։ Ես ուզում եմ, որ դուք հասկանաք ինչ եմ ասում։ Ես իմ մասին եմ խոսում, բայց կարծում եմ նաեւ քո մասին եմ խոսում։ Հեսա Տերը կգա, կմաքրա, կսրբա, կտանա։ Պահ։ Արդեն հասար։ Իչի։ Կաթիլ, յուղը թավակի։ Երբեմն, այսինքն Սաղմոս 2-ն ասում, որ իմ արտասունքները քո տիկի մեջ ես դնում, քո տիկի մեջ։ Միանգամից մի դույլ արտասունք դու չես կարող ունենալ, շատ մի կաթիլ։
Կաթիլ քո յուղը թավակի։ Ոչ ոք քեզ յուղ չի տա, քո յուղը դու պիտի հավաքես։ Գիտեք հանկարծ մի բանալու մեկ էլ, չգիտեմ, ամուսինն ասում է, ես կասկածում եմ, կինն ասում է, ես կասկածում եմ, իրար ճանաչեք ուղղակի։ Ոչ մեկը չի կարող ասի, հա, բա գիտես, չէ, իրար հետ ենք աշխատում, ինքը այսպես տղա է, այսպես բան չի անում։ Թող ճանաչի։ Կաթիլ հավաքի քո յուղը։ Այդքան պատմությունը, նախապատմությունը, ավանդույթները, չգիտեմ, սովորությունները, ես ասեցի, որ հասնենք ստեղ, սա էր իմ պատգամը։ Գնի, կրակի մեջ փորձված, կրակը փորձություններն է, այդ յուղը փորձությունների մեջ է հավաքվում։ Երբեմն այդ յուղը հավաքվում է, երբ որ դու ես գոնե գիտեմ հիմա, գոնե ես մի նախադասությունը, որ ասեմ, գիտեմ ինչ եմ ասում։ Երբեմն ցավից, անհուսությունից, անելանելությունից եւ մոտակա հեռանկարից դու կորցնում ես քեզ եւ ասում ես Տեր, ինչ անեմ։ Լացում ես որքան կարող ես։ Որքան թուլատրելի է, որքան մենակ ես, որքան ձենը չի լսվի քո շրջապատում, գոռում ես, աղաղակում ես, յուղը հավաքում։ Այո, ցավն իմն է, բայց ազատելը բարձյալի գործը։ Ամեն։ Քրիստոնեությունը երբեմն դարձնում են այնքան էժան, որ մտածում ես, Տեր իմ Աստված, դու չես հասկանում, թե ինչից ես փրկվել եւ ինչից ես խոսում։ Թագավորի որդին ոնց կարող է խոսի մի, չգիտեմ, էժանագին բանի մասին, երբ որ թագավորը թագավորություն է խոստացել։ Մի վախեցիր, փոքր հոտ, որովհետև քո հայրը հաճեց, որ թագավորություն քեզ տա։ Թագավորություն։ Քեզ թագավորություն խոստացող հոր համար ինչ ես պարտավոր կամ պատրաստ անելու։ Եթե այդ կրակը գա, կդիմանաս, որ ոսկին ավելի զտվի, որովհետև այն օրերում, որ ոսկու մասին խոսում էին, ոսկին գնահատվել է, երբ որ կրակով անցել է։ Այսօր էլ է այդպես, այդ որ ասում են պրոբ, կրակն է այդ պրոբը բարձրացնում։ Ուրիշ ոչինչ է։ Ինձանից կրակում փորձված ոսկի գնի, առ, ես վաճառում եմ, չէ, ինձ ձրի է պետք։ Գիտեք, այնքան մենք սովորեցինք այն բանի ժամանակ կոմունիստական տարիների այդ ձրից, մանավանդ երբ որ կոմունիզմը քանդվեց արտասահմանից, գրքեր բերեցին աստվածաշնչեր, որ մենք գոնե հոգևորապես լուսավորվենք, արդեն դարձել է սովորություն, շատերը, որ կարող է 1000 հատ աստվածաշունչ ունեն, ասում աստվածաշունչ կա, մի հատ տվեք, կա, կտանք։ Կա ու կտանք, եղել է, կա ու կտանք, ում աստվածաշունչ պետք է կտանք։ Բայց ես ուզում եմ դուք սովորեք աստվածաշնչի խանութի տեղը։ Հասկանում եք ինչ եմ ասում, մենք ժլատ չենք, ունենք, միշտ ունեցել ենք։ Հիմա աստվածաշունչը, սովորական աստվածաշունչերը 3-5 դրամ է, 5,000 դրամ, խանութ մտնես 50,000 կծախսես ու դուրս կգաս։ 3 հատ կանաչու գին է աստվածաշունչը։ Ռուբիկ եղբայր, ուր ես մանրանում։ Մեր կյանքը այդ մանրունքներից է գոյանում, յուղը դրանից է գոյանում, մեր արժեքային համակարգը դրանով է ձևավորվում։ Ինչն է մեզ համար թանկ, ինչն է էժան, մինչև ուր ենք պատրաստ նվիրվելու, զոհվելու։ Ուր մինչև, ուր մի հատ հալածանք, որ եղավ, որտեղ հայտնվենք մենք։ Աստված, ես հոռետեսական բան չեմ ասում, ես ասում եմ քաջացեք, ամեն ինչ էլ կարող է լինի։ Ամուր ոտներիդ վրա կանգնեք ու ասեք, Տերը ինձ հետ է, մարդն ինձ ինչ կանի։ Տերը իմ օգնականն է, մարդն ինձ ինչ կանի։ Եվ վերջ։ Հիսուսն էլ ասում էր,
որ երբ որ հալածանք կլինի, ձեզ կտանեն կուսակալների, պատասխան հարցնողների մոտ, մի վախեցեք, թե ինչ եք ասելու, մի նախորոք ծրագրեք, այն ժամանակ ձեր հայրը կասի, թե ինչ ասեք, ամեն, հորը ճանաչում ես, պատահական ոնց կլներ, մոռացավ, յուղը վերցներ ու սենց անարդարություն կլինի, ամբողջ կյանքը կույս ապրի ու մի օր մոռանա յուղը վերցնի ու մնա դուրսը, լսեք, այդպես բան չկա, եթե մի օրվա գործ լիներ, կլիներ, բայց քանի որ կյանքի տևողությամբ է, յուղը կաթիլ, ես ասեցի, օրեցօր, տարեց տարի, տառապանքով, աղոթքով, քրտինքով, նվիրումով, զոհաբերությունով, ինձ հետ եք, ես սիրում եմ, որ եկեղեցին սես բան լսի, ես ուզում եմ, որ եկեղեցին հենց այս լսի, այո, լռության մեջ դուք գիտեք ինչպիսի հարաբերություն է կարգավորվում, որ դու մտնում ես մի տեղ կամ հայտնվել ես մի անկյունում, մի ծառի տակ, մի անտառում կամ քո սենյակում, փակել ես դուռդ, նստել ես, անգամ աղոթքդ չի գալիս այնքան վատավիճակդ։ Բայց դու ես ու քո Աստվածը։ Մեկ-մեկ հոգոց ես հանում։ Մեկ-մեկ անբարբար հառաչում ես։ Մեկ-մեկ տքում ես եւ Աստված գիտի ինչ է դա նշանակում։ Ով կա ինպես էստեղ, որ հասկանում է, որ անցել է։ Շատ թանկ փրկություն է Աստված մեզ տվել։ Շատ թանկ փրկություն է։ Հենց եմ, որ ես հասել եմ էստեղ, որ հասկանում եմ սա, եւ խոսում եմ քեզ հետ, դու էլ հասկանում ես, եւ քո աչքերից ես տեսնում եմ, քո արձագանքից ես տեսնում եմ, որ դու հասկանում ես։ Նաեւ հասկանում եմ, որ դու էլ ես անցել։ Իմ դուրը գալիս է։ Ավելի մեծ փրկություն չկա։ Ես նրան ճանաչում եմ, նա էլ ինձ է ճանաչում։ Ես նրան սիրում եմ, նա էլ ինձ է սիրում։ Ես քեզ սիրում եմ, վստահ եմ, որ ձեզանից շատերն էլ ինձ են սիրում։ Իսկ նրանք իդեալ չէ, դուք չեք սիրում նրա համար, որովհետև ես իդեալական եմ, այլ որովհետև ձեր եղբայրն եմ։ Ամեն, Տեր օգնիր մեզ, Դավիթն ասում էր, այո, շատ հաճախ թվում է, թե մեր աղոթքը չի լսվում, չկա պատասխան, չկա արդյունք, այդ ձեզ է թվում, յուղ է հավաքվում, յուղը լռության մեջ է հոսում, Դավիթն ասում էր, դու ծածկեցիր քո երեսը, ես շփոթվեցի, Տեր, ես շփոթացնում ինձ, ինչ հանդուգն մարդ էր, Դավիթ չես վախենում, հետո ինչ որ թագավոր ես, ես կարող եմ մի բան վկայել, Սուսանի հետ ամենաշատ վիճում էին թորնիկները, սա ինձ համար չափորոշիչ էր, որ նրանք ավելի մտերիմ են իրաց տատի հետ, քան իրաց պապի հետ, որովհետև չէին համարձակում պապի հետ վիճեն, լավ չի, դա մտերմությունից է գալիս, մտերմությունից, եւ իր պատասխանը ինձ երբեմն հավասարակցությունից գցում ես, այդ ուր ես թույլ տալիս, որ այդքան, չէ որ տատի ես, ես էլ պապի եմ, մի հատ քեզ ձիգ պայի, մտերմություն, յուղ, հարաբերություն, ճանաչողություն, փոխադարձ սեր, փոխադարձ ճանաչողություն, ամեն, ամեն, Դավիթն ասում էր, դու ծածկեցիր քո երեսը, ես շփոթվեցի, մի ուրիշ տեղ ասում է 30 Սաղմոսի 7 համարում, ով Տեր, քո հաճությունով իմ լեռը հաստատուն արեցիր, բայց երբ որ երեսը ծածկեցիր, ես խռովեցի, ինչու ես ինձ խռովացնում, առանց քեզ կմեռնեմ, ես ես քանի օրը Ջոն Նոքսի մասին էի, 16-րդ դարում ապրել, շոտլանդիացի քարոզիչը, վերջապես, որ ինքը աղոթում էր ասում էր, Տեր, ինձ տուր Շոտլանդիան, թե չէ ես կմեռնեմ, առանց ինչի դու կմեռնես,
Առանց ինչի դու կմեռնես։ Առանց նրա ինձ կյանք պետք չի։ Ամեն։ Յուղը այսպես է հավաքվում։ Դրա համար ժամանակի արյունարբու մի ղեկավար Շոտլանդիայի Մերի անունով ասում էր ես Ֆրանսիայի եւ Անգլիայի բոլոր բանակներից ավելի շատ այս մարդու աղոթքից եմ վախենում։ Բա այդ մարդը ճանաչում է Աստծուն։ Այդ մարդը աղոթում է ու Աստված իրան պատասխանում է։ Անգլիայի ու Ֆրանսիայի բանակներից միասին վերցրած ավելի շատ եմ վախենում։ Այո, որովհետև աղոթն իսկական աղոթն ավելի զորավոր է։ Հիսուսն ասում էր հավատացողին ամեն բան հնարավոր է։ Դրա համար ասում էր Աստծո հավատք ունեցեք։ Ոչինչ ժամանակս բան եմ անում, բայց գոնե այս միտքը պետք է ավարտեմ։ Հետո երբ շատ երկար չէր լսում Տիրոջ ձայնն ասում էր. «Տեր, լուր մի մնա»։ Խոսա։ Եթե չխոսաս ես կմեռնեմ։ Ընդհանրապես խռով կան տղամարդիկ կան, խռով կան կանայք կան։ Դե ես որպես երկար փորձված մարդ եմ ասում։ Մենք այդ կինը խռով կան չի, ամուսինը խռով կան, խռովել է։ Առանց քո խոսալու կմեռնի, կչորանա, խոսա։ Կա մեկը, որին է ուղված։ Խոսա։ Կամ հակառակը։ Կանայք ավելի շատ խռով կանեն, ասեմ։ Խոսացեք։ Թող լսեն, հարաբերություն։ Ամբակումն ասում էր, մինչև երբ ով Տեր, աղաղակեմ ու չլսես։ Մինչև երբ։ Հերիք չի աղոթ, չես լսում, խի չես լսում։ Սա մտերմություն է։ Սա բարեկամություն է, սա ճանաչողություն է։ Իմ Տերը գիտի, որ իմ անկեղծ մղումն է ինձ բերել այստեղ։ Ես աղաղակում եմ, որովհետև չեմ կարող լռել, չեմ կարող լռել։ Որովհետև առանց նրա ես կմեռնեմ։ Դու ինչ Շոտլանդիան, թե չէ ես կմեռնեմ։ Մեռնում ես մեռի։ Չէ, ես գիտեմ նրա պատասխանը։ Իրա լռության մեջ պատասխան կա։ Ինքը սիրում է իր լռությունը։ Ինքը իր երեսը ծածկում է, որ ես ավելի կարոտ եմ իրան։ Ամեն։ Ամեն։ Ես այդ մասին ասել եմ, բայց նորից հիշեցնեմ։ Մի առիթով Մայր Թերեզան, երբ արդեն երկար ժամանակ աղոթում էր եւ չէր լսում Տիրոջ ձայնը եւ չէր զգում նրա ներկայությունը, գրեց. Թեկուզ որ ես չեմ զգում Աստծո ներկայությունը եւ չեմ լսում նրա ձայնը, ես պետք է շարունակեմ սիրել նրան այնպես, ինչպես ոչ ոք չի սիրել երբեք։ Բա աշքան ժամանակ աղոթեցի չպատասխանեց։ Քեզ չի պատասխանել, որովհետեւ քո ձենը իրան չի ասում։ Որովհետեւ ինքը քեզ չի ճանաչում։ Որովհետեւ ինքը քեզ պետք չի։ Որովհետեւ քո ոտի ցավը անցնել է պետք։ Աստված ուզում է, որ մենք իր կարիքը զգանք։ Եվ ամեն ինչ ընկնում է իր տեղը։ Ահա թե ինչպես է կուտակվում բավարար քանակի յուղը։ Այդպես եւ միայն այդպես կուտակեք, ժամանակ կա։ Ճանապարհին որ գնում եք կուտակեք այդ յուղը, կհասնեք տուն կուտակեք այդ յուղը, կհանդիպես այդ մարդուն կուտակի այդ յուղը։ Ամեն օր կուտակի։ Թող քո լապտերը վառ մնալու համար բավարար յուղ լինի քո ամանում։ Հիմար կույսերն ունեին արտաքին նմանություն, բայց ներսից դատարկ էին։ Աստված պաշտության միակ կերպարանքն ունենալը անյուղ լապտեր ունենալ է։ Երկրորդ Տիմոթեոս 3:5-ում ասում է մարդկանց մասին, որոնք Աստված պաշտության կերպարանքն ունեն, բայց նրա զորությունն ուրացած են, նրանցից հեռացի։ Այո, մեղավոր մի փնտրեք ձեզանից,
Այս ինչ որ ասում եմ, ես ինձ նկատի ունենամ, դու էլ քեզ։ Կարող է դու հենց այդ ձևական արտաքին աստվածպաշտություն ունեցողն ես, այդ մեկն է լուր, դու իրանից լավ խոսում ես, ճարտար քարոզում ես, հələ տես ինչ անում, մի հատ այնց ձեռներն է իրար տալիս, մի հատ գնում գալիս է բեմի վրա, տեսեք ինչ տպավորություն է ստեղծում։ Ոչինչ ասա, 0։ Ինչ 0, 0 թիվ է, ոչնչություն։ Այո, կարելի է այստեղ պատմությունը կեղծավորության մասին չի, այլ մակերեսային հավատացյալների մասին է։ Լսեցի՞ր։ Որքան էս խորը։ Որքան էս խորը։ Գիտեք, երբեմն մենք այո, այսօր հենց հիմա այն ինչ որ ես ասում եմ, այս գութանը խորն է վարում։ Որքան է այդ խորը գութանը վարող գութանը քո դուրը գալիս։ Մեզ կակուղ բան ասա, միշտ եղել է մարգարեներից, թեթև բան ասա, այ Ռուբիկ եղբայր, ինչ ես կպել, թող շնչենք էլի։ Ես ուզում եմ, որ քեզ երբ որ Տերը կա, իր հետ մտնես, որովհետև ես էլ եմ ուզում մտնեմ։ Այո, մակերեսային հավատացյալների մասին է առակը, կարելի է անկեղծ հավատալ Աստծուն, հաճախել եկեղեցի, Հիսուսին Տեր դավանել և նրա հետ մտերիմ հարաբերություն չունենալ։ Ես ես եկեղեցուց եմ, հետո եկեղեցին չի փրկում, եկեղեցին քեզ յուղ չի տալիս, եկեղեցին քեզ ճանապարհ է ցույց տալիս, որ յուղ հավաքես, այն ինչով հենց հիմա եկեղեցին զբաղված է, այս պահին ես եմ դրանով զբաղված, վաղը մի ուրիշը կկանգնի, մյուս օրը մի ուրիշը, այդ նույն բանը կասի քեզ։ Յուղը չի կուտակվում մեկ հավաքույթի, մեկ համաժողովի կամ մեկ աղոթքի ընթացքում, այն հավաքվում է ամեն օր, լռության, աղոթքի, ծառայության ընթացքում, որը ոչ ոք չի տեսնում, դա ոչ ոքի ցույց տալու համար չէ։ Հենց դրա համար էլ այն մեկ գիշերվա մեջ հնարավոր չէր, որ կուտակեին։ Գնացին ու դատարկ եկան։ Գնացին ու դատարկ եկան, գրված չի, որ լապտերները վառած եկան, ոչ էլ գրված է, բայց ես հավատում եմ, որ նրանք գնացին, այդ ժամին որտեղից պիտի գնեին, առաջի դարի պաղեստին, գնացին ու դատարկ եկան, հա, յուղ չճարեցինք, բայց ինչ անենք, մենք ես հարսանիքի մասնակից ենք, չէ, 10 հոգի պետք է լիներ, ամեն մեկն իր դերն ուներ, Տեր, հարսանիքը պրավալի կգնա, Քո գործը չի դու հնատեղ, ես քեզ չեմ ճանաչում։ Այստեղ մտնում են միայն ինձ ճանաչողները։ Իմ եւ քո բացակայությամբ ոչ միտեղ ոչ մի պրավալ չի լինի։ Ոչ մի աղետ չի պակասի։ Եթե աղետ լինի, ինձ համար կլինի եւ քեզ համար։ Եթե ես ու դու լռենք Աստված քարերից աղաղակողներ, յուղ ունեցողներ կհանի։ Ամեն։ Բայց ես քար չեմ, որ թողեմ քարերը յուղ հավաքել։ Այո, տարիներ ու տարիներ։ Յուղ չունեցողները հետոյին, վաղվան, ինչ որ մի օրվան թողողներն են։ Հա։ Հետո կանեմ, հետո կաղոթեմ, հետո կկարդամ, հետո կետամ եկեղեցի։ Հետո այս սովածին կկերակրեմ, հետո, լսպաս բավարար, կանի մայտ ես լավ կշտանամ, հավատասնում եմ կեզ, չես կշտանամ, նրան կշտացրու դու կկշտանաս, նրան լիացրու դու կլիանաս, տվեք ու կտրվի, լիքը չափով, ենքան որ գոքումը տեղ չի լինի, հետո ինչ թողես, հետո կզբաղվեմ, հետո կանեմ, լսել եք, չէ, դա ինքնախաբեություն է, ուրիշ ոչինչ, ես ունեմ յուղ, հենց հիմա, թե չունեմ, վարվում է ճրակը իմ հիմա, թե չի վարվում, կա կրակ իմ մեջ հիմա, թե չկա, հետո կլինի, էլի, կամաց հավաքում ենք, էլի, այսօր է ժամանակը,
Հիմա հարց, ինչ է նշանակում, ես ձեզ չեմ ճանաչում։ Ասեմ, որ ես ձեզ չեմ ճանաչումը դատավճիռ չի, այլ ախտորոշում է, որ ունես բարձր գլյուկոզա եւ բարձր խոլեստերին, դա ախտորոշում է, դատավճիռ չէ։ Ամեն։ Այդ ինչու ենք մենք գնում անալիզներ տալիս, որպեսզի բժիշկն ասի, սրա դեղն է սա։ Ինչու եմ ես այս ցավագին ախտորոշումն անում, որ նաև ցույց տամ Աստվածաշնչով, թե ինչն է սրա դեղը, արթուն մնա, յուղը հավաքի։ Այսօր, ոչ թե եկուց, ոչ թե մյուս օրը, արա այսօր։ Ձեզ չեմ ճանաչում։ Մեզ ստեղծող Աստված ինչպես կարող է մեզ չճանաչել, թե ով ենք մենք։ Սա նշանակում է մենք մտերիմ կապ չենք ունեցել։ Դու ինձ նվիրված չես եղել, ես քեզ համար ամենը չեմ եղել։ Սա է նշանակում։ Նա իմ համար ամենն է, թե ոչ։ Այդ հարցին ես պիտի պատասխանեմ, դու էլ քո փոխարեն։ Նորից հիշեցնեմ, Հիսուսն այս առակն ասում էր աշակերտներին։ Նա այս մասին խոսում էր ոչ թե վախեցնելու համար, այլ հիշեցնելու համար, որ դեռ ժամանակ կա պատրաստվելու, յուղ կուտակելու, ամեն։ Ես անհույս չեմ, ժամանակը տալիս Աստված ինձ պատրաստվելու։ Ամեն։ Եկեք պատրաստվենք։